Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Ես իրականում սկսեի։ հա, Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր շարունակում ենք նորմալ է եւ նորմալ չէ տրենդը եւ բնականաբար իմ հյուրը Արսեն Թորոսյանն է։ հիմա գտնվում ենք Արթիկ համայնքում, Պեմզաշեն գյուղում կանգառ ենք կատարել եւ շարժվում ենք դեպի Արթիկ, մինչեւ այդ եղել ենք Աշտարակում, Քալինում, Մարալիկում։ Նորից ասա։ Բայց մեր սպասեք Գյումրիում կենտրոնական եւ ոչ կենտրոնական հատվածներում, որովհետեւ ջերմաստիճանը բարձրանալու է, ուրախ ավտոբուսը թեժ ուտվերով եւ բավականին թեժ տրամադրությամբ գալիս է Գյումրի եւ ուրեմն ամեն ինչ լավ։ Մեր նշանը Տիկին Բաղդասարը։ Լավ չի ստացվում։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակում ենք մեր ուղի եթերը։ Հիմա Արսեն նորմալ է, թե նորմալ չէ, որ նախարարները, վարչապետը, պատգամավորները շաբաթ կիրակի հանգստանալու փոխարեն անում են երկուսակցական քարոզ։ Դե անպայման սենց անեմ, որ ճիշտ պատասխան։ Չէ, ոչինչ, ասա նորմալ է։ Իսկ նորմալ է, թե նորմալ չէ, որ ի հեճուկս Գարնան եւ Մարտի մեկնարկի այսքան ցուրտ է։ Ես իրականում ուրախ եմ, իմ համար նորմալ է։ Իսկ նորմալ է, թե նորմալ չէ, որ համայնքներում արդեն ոչ թե պահանջում են խնդիրներ, որ տարիներ շարունակ չեն լուծվել, այլ լրացուցիչ մշակույթի տուն, մանկապարտեզ եւ այլն։ Նորմալ է, թե նորմալ չէ։ Ես կարծում եմ շատ նորմալ է եւ դա նշանակում է, որ ավելի լուրջ խնդիրները աստիճանաբար լուծվում են, իհարկե կան նաեւ լուրջ խնդիրներ, որ պիտի լուծեն, բայց դա նշանակում է երկու բան, նախ կյանքի մասին է այդ ամեն ինչը, կյանքի շարունակականության մասին է եւ երկրորդը որակական բարձրացման մեր քաղաքացիների պահանջների։ Իսկ առհասարակ Արսեն, այս ամբողջ process-ը ոչ թե համապետական ընտրությունների մասին է, ներկուսակցական քարոզի։ Հիմա նորմալ է, թե նորմալ չէ, որ իշխող կուսակցությունը այսպիսի բարձր նշվածող է սահմանել, որ իրականում շատ բարդ է լինելու հաղթահարել։ Դե ակնհայտորեն որոշ քաղաքական ուժերի համար նորմալ չէ, բայց մեր համար ոչ միայն նորմալ է, այլև նորմ է, որը մենք նախ ունեինք վաղուց, իսկ հիմա փորձում ենք բարձրացնել իրոք ավելի բարձր մակարդակի եւ ներքին ժողովրդավարությամբ ուժերը, բնույթով ժողովրդավար ուժերը, նաեւ ժողովրդավար մեթոդներով են կառավարում։ Լավ, մի հարց էլ ես դեպքում անձնական, սովորաբար մի հարց պետք է անձնական լինի։ Նորմալ է, թե նորմալ չէ, եթե դու տասնյակում չլինես։ Իհարկե նորմալ է, որտեղ մեր պատվիրակներն են որոշում, թե ես որտեղ լինեմ։ Հիմա 10-րդ համարն եմ, քվոտայով իհարկե կիչնեմ, երկրորդ փուլից հետո պարզ կդառնա, որ համարը կլինեմ։ Դե ինչ սիրելի պատվիրակներ, սպասեք մեզ Գյումրիում, այսօր մենք իհարկե ելույթ